Փոքրիկ Ժանի ընտանիքը Ֆրանսիայից մեկնեց Ամերիկա բերեկեցիկ կյանք որոնելու, սակայն ժամանակն անցնում էր, բայց նրանց կյանքի պայմանները չէին բարելավում։ Ժանի հայրը չէր կարողանում աշխատանք գտնել, քանի որ անգլերեն լավ չգիտեր, իսկ մայրը ծանր հիվանդ էր։ Ընտանիքն այնքան էր աղքատացել, որ երբեմն կերակուրի համար գումար չէր ունենում։ Փոքրիկ Ժանը միշտ մտածում էր, թե ինքն ինչպես կարող է օգնել ծնողներին, մանավանդ որ մայրիկի դեղերի համար էլ գումար էր հարկավոր։ Նա տնային գործերում օգնում էր ծնողներին, բայց լուրջ աշխատանքով զբաղվելու համար դեռ շատ փոքր էր։ Եվ մի օր Ժանը հիշեց, որ դեռ Ֆրանսիայում կրակնօրյա դպրոցում իրեն ասում էին, որ հնազանդ երեխաներն մի բարի ընկեր և հզոր պաշտպան ունեն։ Եվ ահա մի օր Ժանը մատույտ ու թուղթ վերցրեց, նստեց սեղանի մոտ և նամակ գրեց այդ բարի ընկերոջը. «Իմ սիրելի Հիսուս, ես շատ եմ խնդրել, որ դու մեզ օգնես, բայց դու երևի չես լսել ինձ, չէ՞ որ ես քեզ շատերն են խնդրում։ Այդ պատճառով էլ ես որոշել եմ նամակ գրել։ Մենք եկել ենք այստեղ կտրել անցնելով Մեծ օվկիանոսը։ Ուզում էինք ավելի լավ ապրել, բայց ոչինչ չստացվեց։ Հայրիկն աշխատանք չունի, մայրիկը հիվանդ է։ Օգնիր մեզ, խնդրում եմ։ Մենք ապրում ենք Նյու Յորքում 145-րդ փողոցում։ Իմ անունը Ժան է»։ Ծրարի վրա Ժանը գրեց երկինք Հիսուսին։ Նույն օրը նամակը գցեց փոստարկղի մեջ։ Նամակները դասավորող աշխատակցուհին երկար ժամանակ ապրել էր Եվրոպայում, գիտեր ֆրանսերեն և անկեղծ քրիստոնյա էր։ Անսովոր հասցեն, որ գրված էր ծրարի վրա, գրավեց նրա ուշադրությունը, և նա բացելով նամակը կարդաց այն։ Նրա աչքերը հուզմունքից խոնավացան, նա շշնջաց. «Ոչ, երեխայի հավատը չպիտի կոտրվի»։ Նույն օրը երեկոյան նա իր մտերիմ բարեկամներին պատմեց փոքրիկ վտարանդիի նամակի մասին։ Նրանք որոշեցին օգնել աղքատ ընտանիքին և սկսեցին հավաքել այն ամենը, ինչ կարող էին՝ տաք, զգեստներ, մթերք, դրամ։ Մի հսկա ծանոթ ստացվեց։ Ծանոթի մեջ նաև նույն նամակ դրեցին, որի մեջ գրված էր, որ այդ ամենը Ժանին ուղարկված է Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Ծանոթն ուղարկեցին Ժանի գրած հասցեով։ Ժանի հայրն ու մայրն այնչափ զարմացան և ուրախացան, երբ ստացան այդ անսպասելի հիանալի նվերը։ Իսկ փոքրիկ Ժանն ուրախությունից ցնծում էր։ Ես գիտեի, որ բարի Հիսուսը անպայման կպատասխանի։ Ես հավատում էի, իր հավատի մեջ նա չէր սխալվել։